Էջմիածի իմ այս Հայաստան Արաշապատ ոստան ես դու մեր դպրության Տապցի կոչնար նոր պայքարի ողջայության Էջմիածին իմ այս Հայաստան Կանցնեն օրեր ատելության, տխրության Եվ դերես ժամը կողաչի շուշտիության Էջմիածի իմ այս Հայաստան Ելիր քո խոսքը ասա Չարին վատին, ստդին ու անհավատին Մայր տաճարին, լույսը հորին Ես պահպանի ասովոտին Սերին հարաշապատ սուպին Էջմիածի իմ այս Հայաստան Սերին հարաշապատ սուպին Էջմիածի իմ այս Հայաստան Հայր Հայաստան! Համաչես! Հայր Հայաստան! Միացի! Որ փոխենք! Միացի! Որ փոխենք! Միացի! Որ փոխենք! Սերի վաղաշապատցիներ, արգելի հայրենակիցներ, ողջունում եք բոլորիդ Մայր Հայաստանի քարոզարշավի անթոփիչ հավաքի շրջանակներում։ Քարոզարշավի ընթացքում մենք եղանք 18 գյուղերում, հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի բառացիորեն բոլոր անկյուններում, բոլոր թաղամասերում։ Շփվեցինք մարդկանց հետ, արձանագրեցինք բազում խնդիրներ, արժանացանք ջեբ ընդունելության, բայց ամենակարևորը ամեն մայրամուտի ականատես եղանք մի տեսարանի, որը հատուկ է միայն վաղարշապատին եւ բիբլիական Արարատի հայացքի ներքո մայրամուտը շառագունում էր դարնջագույնով, տեսնում էինք վայրեջ կատարող եւ հային Հայաստան բերող ինքնաթիռները, սավառնող արագիլներ, երեկոյան հանդից տուն վերադարձող հայ մարդ եւ իհարկե մայր տաճարի խաչը։ Այդ ամենը հատուկ է միայն վաղարշապատին եւ ուզում ենք ասել վաղարշապատի եւ խոյի բոլոր հավաքների բնակիչներին շնորհակալություն։ Եկեք ողջունենք վաղարշապատցիներին։ Ինչպես ասացի, մենք շրջել ենք բոլոր գյուղերում, վաղարշապատի բոլոր թաղամասերում եւ այն պատկերը, որ արձանագրել ենք, երիցս մեզ տվեց համոզմունք, որ մեր հուղին արդար է, մեր խոսքը տեղ է հասնում, մեր խոսքը պահանջված է եւ վաղարշապատցին մեծ պահանջ ունի փոփոխությունների։ Շատ դեպքերում մարդիկ հենց իրենք էին շատ ավելի պայծառ կերպով նկարագրում այն ամենը, ինչ որ կատարվում է եւ այն ակնկալիքները, որ իրենք ունեն։ Եվ արձանագրվեց բան, որ քաղաքացիական պայմանագիրը եւ դրա կցորդը վերստին մերժված են եւ մերժվելու են վաղարշապատցու կողմից։ Շատ հակիրճ բնորոշում եք տան եւ խոսքը փոխանցեմ բանախոսին, այս իշխանությունները եւ իրենց սատելիտը արդեն բացահայտ գործում են պրոթուրքական դաշտում, իրենց
այսպես կոչված կցորդի առաջնորդը ասում է Թուրքիի հետ սահմանը որ բացենք ատամնաբուժական լավ ծառայություններ կմատուցենք իրենց դրան արձագանք Փաշինյան Նիկոլա ատամնաբուժին տանում հոգևորականի շորահարցնում փաստորեն այն հողանավանքի պատարակի կեղծ ատամնաբուժը լինելու է այն ատամնաբուժը ըստ իրենց որի թրեփը պիտի թուրքերին մատուցի ստամատոլոգիական ծառայություններ հիմա մեր քարոզարշավի ընթացքի եւ մանրամասների վերաբերյալ խոսք ունի ասելու Մայր Հայաստանի նախընտրական շտաբի ղեկավար Գևորգ Ստեփանյանը Սիրելի աղաշապացիներ, նախ Մայր Հայաստան կուսակցության անունից խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ձեր ջեր վերաբերմունքի համար, ընդունելության համար, քարոզարշավը Մայր Հայաստանի համար անցել է շատ լավ, դրական, կլինեմ հակիր եւ մի բան կխնդրեմ, որպես Մայր Հայաստան Երևան խմբակցության ավականու անդամ, մեր կռիվը Երևանում շարունակվում է Եվ մեզ խնդիրն է, որ ոչ մի պարագայում թույլ չտանք աղաշապատում էջմիածնում, այս քաղաքացիական պայմանագիրը, այս թալանչիների փոքրիկ խմբակը, իրենց Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ եւ Հանրապետություն կուսակցությանը, ոչ մի պարագայում թույլ չտանք իշխանություն ձևավորել։ Սրանք նույն խմբակն են, սրանք թալանչիների, թալանողների, ստի եւ կեղծիքի կայսրների մի փոքրիկ խմբակ է։ Սրանք երևանցիների խաբեցին, կորզեցին ձեները եւ 9% ձայն հավաքելու արդյունքում Երևանում սկսեցին կառավարել խայտարակ ձեր, թալանեցին Երևանը, թանկացումներ բերեցին եւ այս ամեն ինչը սրանք շարունակելու են իրենց բաղձալի նպատակն է խաբեն վաղաշապացիներին, կորզեն վաղաշապացիների քվեն, կոալիցիա կազմեն եւ նույն թալանը տեղափոխեն այստեղ։ Հիմա Մայր Հայաստանը մասնակցում է ու Մայր Հայաստանը խնդրում է ձեր աջակցությունը։ Վաղը չեմ միսօրը շատ հստակ ուղիղ որոշեք, գնացեք ընտրատեղամասեր, մասնակցեք եւ ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը։ Ոչ մի պարագայում Հանրապետություն, ՔՊ, այդ փոքրիկ խմբակներին ձայն չտակ, որ հետո մի քանի ամիս հետո, ինչպես երևանցիներն են իրենց գլխին տալիս, այս ամեն խայտարակ կառավարումն ու քաղաքացիները ձեր գլխին։ Մեր խորի շնորհակալությունը եւս մեկ անգամ եւ խնդրում ենք ձեզ աջակցեք մեզ, քվեն տվեք Մայր Հայաստանին եւ որ իշխանազրկվեն ՔՊ-ն եւ Հանրապետությունը փոքրիկ կոալիցիոն խմբակները։ Շնորհակալություն։ Մայր Հայաստան! Մայր Հայաստան! Միացի! Որ փոխեք! Միացի! Որ փոխեք! Ձերի աղաշապացիներ, այս իշխանությունները վաղուց բացել են բռնաճնշումների այդ Պանդորայի արկղը եւ առանց վարտնելու չոր պատվերներ են անում, իրենց կծոտները գնում են ասում, եսա մենք կգնանք մի բան կգրեց ու եկեք հետևից։ Հարցակվում են եկեղեցու վրա, կալանավորում են սրբազանների, բռնաճնշումներ են իրականացնում, սպառնում են քաղաքական ռեպրեսիաներով եւ կուսակցությունների գործունեություն կասեցնելով։ Դրա համար մենք բոլորիդ կոչ ենք անում անպայման գնանք տեղամաս։ Տենք անդրել սեփական քվեին եւ համայնքի ճակատագիրը տնօրինելու սեփական առաքելությանը։ Եվ ամենակարևորը շուտիպան պարզ շատ լավ իմացեք, այս թիմը որ կանգնած է այստեղ պատահական մարդիկ չէ, բոլորը ամուր հողրաշար ունեցող, ճանապարհ անցած, կառավարման փորձ ունեցող, նաև հայրենիքի կանչով Թուրքի առաջ կանգնած մարդիկ են, դրա համար մենք շատ հպարտ ենք և բոլորիդ կոչ եմ անում ողջունել Մայր Հայաստանի ցուցակի 33 տեխնացուների։ Եվ որպես այդ բռնաճնշումների համարանքով և քրծիծաղով վերաբերվող բառ ընդգծված անհատ, այժմ խոսքը տալիս եմ Ծաղկուն համայնքի բազմամյա ղեկավար Դավիթ Կարապետյանը։ Ողջունում եմ ձեզ, սիրելի աղաշապատիներ, բոլորիդ կոչ եմ անում ակտիվ մասնակցել այս ընտրություններին։ Այս ղեկավարությունը փորձում է շինչ գործեր կարել մեր վրա, մենք չենք վախենում այդ գործ կարելուց,
որովհետև մենք մեր գործով ապացուցել ենք, մենք 24 ժամյա ռեժիմով աշխատել ենք, մեր ժողովրդի կողքը կանգնել ենք, մենք ժողովրդի կողքն ենք եղել, կողքը լինելու ենք, մենք մեր գործով ապացուցել ենք, ակտիվ մասնակցեք այս ընտրություններին, ձեր ձայնը տվեք Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան, շնորհակալություն բոլորիցս։ Յացի! Ողջույն, ողջույն, Յացի! ողջույն։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Ձեր առաջապատցիներ, մենք այնքան մոտիվացված, այնքան էներգետիկայով լուսված ենք այս քարոզարշավից հետո, մի բան է քարոզարշավից առաջ գնահատականը մի այլ բան է տեսնել մարդկանց հետ շփման արդյունքում այն հանրային տրամադրությունները որ կան եւ արձանագրեցինք ուրախությամբ, որ որքան փորձում է սպառնալիքների ու ճնշումների մթնոլորտ բանացնել իշխանությունը, այնքան առաջապատցին ավելի սկզբունքային է դառնում։ Երեք ճանապարհին Մայր Հայաստանի նվազագույն խնդիրն է իշխանազրկել ՀՊ-ի վաղ շաբաթում, առավելագույն խնդիրն է ստանձնել կառավարման պատասխանատվություն։ Այո։ Երեք ճանապարհին ոչ մի այսպես իշխանական խոչընդոտ, մտածածի, հնարովի ինչ-որ ռեպրեսիվ գործիքական մեզ չի կասեցնել ու չի կասեցնելու, որովհետև իշխանավորները հայտարարակ են եղել իրենց նախկին դրածոյի վարկագծից կառավարումից։ Բայց պարզվում է հիմա էլ նախկինին իբրև թե ռեկուսացվել են, որ հիմա էլ ասենք Ալկիշտի Մեխակյանի մերձավորները դառնան գազամսակայանի շինարարություններ անեն։ Էդ է եղել ՀՊ-ի ներկայացուցիչի արածը այս անցնող 7-8 տարվա ընթացքում։ Իսկ Ալկիշտի Մեխակյանը մենք բարձրից տվել ենք գնահատական, ով սեփական հոր անունը մսխել է, ուրացել է և այստեղ փորձում է իբրև սպիտակ ձեռնոցներով հանդես գալ, իբտակ և պարոնայք իբրևս Ալկիշտի Մեխակյանը դուք գործ ունեք միջի վիճակագրական շարքային պատեհապաշտի հետ։ Ցանկացած պահի կարող եք հետաքրքրվել և այդ հարցը տալ։ Ինչի համար են իրեն նախկին իշխանությունները հեռացրել աշխատանքից։ Ալկիշտի, ինչի կտադաս մի կետի օգնական էի։ Այդ ինչի համեցին քեզ, այդ վատ աշխատող էի, հա։ Այդ աշխատանքից քեզ հեռացրեցին, կսկիցը սրտումը դառավ ՀՊ-ական հանկարծելի։ Հասկանալի է, որ մենք գործ ունենք, չգիտեմ, բոլոր ժամանակների իշխանություններին համարժեք գլխար կփոխի, այնքան որ անպայման ինքը ամեն օր սպիտակ վերնաշապի կարգի եւ ծառայողական մեքենայից օգտվի։ Միջի վիճակագրական ՀՊ-ական պատեհապաշտ, որը վստահ եմ քաղաքաշապանցիները որևիցե վստահության քվե չեն տալու։ Իսկ վստահության քվե ասելով նկատի ունենք ամեն օր մարդու հետ շփվող, ստեղծած, արարած, ճանապարհացած մարդու եւ այդ առումով ամենայն պատասխանատվությամբ եւ ամենայն հպարտությամբ, ամենայն ուրախությամբ ձայն ուզում եմ փոխանցել մեր ցուցակը գլխավորող Բերիշա Հարությունյանին։ Հարգելի վարաշապատցիներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի ջերմ ընդունելության համար, որը որ մեզ ավելի հզորացնում է եւ պարտավորեցնում։ Մենք այս իշխանությունների դեմ տարել ենք քաղաքական պայքար, շփվել ենք բնակիչների հետ, իսկ նրանք մեզ հակադարձել են մեր վրա գործ կարելով, չգիտեմ գործեր սարքելով։ Մեր խնդիրը քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է եւ վաղաշաբաթում նոր իշխանությունը տանձնելը։ Մենք կադրային ջարդ չենք անելու, մաքրելու ենք միայն վերևի օղակները, ովքեր որ մեր հետ կիսում են մեր ծրագրերը, մեր կարծիքները, նրանք շարունակելու են իրենց աշխատանքները։ Վաղաշաբաթը լինելու է հանրապետության տուրիստական կենտրոններից մեկը, մենք դա կարողանալու ենք անենք։ Զվարթնոց թաղամասում այսպես ասված սատանի անիվ կարուսելը և հարակից տարածքը վերանորոգելու ենք և մանկապարտեզները լինելու են անվճար։ Մենք լինելու ենք գյուղացու կողքին, որպեսզի գյուղացին ամենամինիմալ պայմանով կարողանա իր ջերմոցը օրինականացնել։ Այս իշխանությունների դեմքը շուրջ 7 տարի է վաղաշաբաթին տեսնում է։
վաղաշաբաթին նոր դեմքեր են հարկավոր, դրա համար մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում, անպայման մասնակցեք ընտրությունների, միացեք մեր պայքարին, Մայր Հայաստան, Ամար Հայաստան, Ամար Շորս, Հայ Հայաստան, միացի, որ փոխենք, միացի, որ փոխենք, Շնորհակալություն պարոն Հարությունյան։ Մենք շրջելով բոլոր գյուղերում, գաղաշապատի տաղամասերում ականատես եղանք մի շատ որպես գրավի, շուշագրավ գրվագի մեր թեկնածուներին ենթան բարդ մշկան մեր թեկնածուներին էր ճանաչում, ոտենով, ողջագուրվում, այդ առումով ընտրարշավի մասնակիցների մեջ երևիթե մենք ամենանախազերի վիճակում ենք գտնվել, այս մարդիկ սիրված են, այս մարդիկ հարգված են, այս մարդկանց ու խոսքասող չկա, այս մարդիկ ունեն անցած ճանապարհ, եւ նաեւ այդ համոզմունքից հետելով է, որ Անդրանիկ Թևանյանը ողջ քարոզարշավի ընթացքում ստանձնելով նաեւ անհատական քաղաքական պատասխանատվություն ողջ թիմի հետ շրջեց քարոզարշավի իրույթում։ Ինչը չես ասի այսօրվա իշխանավորների մասին, այսօրվա խունտայի պարագնող Աշինյան Նիկոլի մասին, ով ընդհանրապես զբաղված է չգիտեմ շոսակիքներ ցույց տալով, հեսի միջանելով, մարդ, ով տարբեր թիմընտրությունների ժամանակ նախկինում շրջագայում էր մարդկանց նույն տեքստեր էր մատուցում, բայց այժմ կարծես է մարան է մտել և երես չունի ուղղակի հարուսան աչքին երևալու, իր թեկնածուներ այդտեղ է կարծես թե դիստանսավորվել, պլակատը կպցնում է կպես ուջուր անկյուն ու սրտից մի բան էր, ինքը անհատն է կընտրում էլի, քաղաքական բան չկա դրա հետևում։ Այդ առումով մեր քարոզարշավը շատ բովանդակային է, շատ համակողմանի է, եւ հաղաշապատի ընտրություններին մասնակցեց թե Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցությունը, թե Գյումրու խմբակցությունը, իսկ Անդրանիկ Թևանյանը, ինչպես նշեցի, առաջնորդում էր քարոզարշավը եւ անձամբ սատարեր իր դիմակիցների, իր ներկայացրած ցուցակի թեկնածուների համար։ Եվ այդ առումով այժմ խոսքը փոխանցում եմ Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին։ Ողջույն, հարգելի հայրենակիցներ, ողջույն, վաղաշաբաթ։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք վաղաշաբաթի ավականու արտահերթ ընտրությանը։ Դա սովորական ընտրություն չի լինելու։ Դա լինելու է արժեհամակարգային, բարոյական, քաղաքական, կառավարչական տեսլականների ընտրություն։ Մի կողմում ուրացողների դաշինքն է իդեմս քաղաքացիական պայմանագրի և հանրապետության։ Մեկը հորանցած ճանապարհն է ուրացրել, Արցախն է ուրացրել, հայոց ցեղասպանությունն է ուրացրել, Արարատն է ուրացրել, սեփական հայրենիքն է ուրացրել, իսկ մյուսը սեփական եղբոր անցած ճանապարհն է ուրացրել, գերելի Արցախը և մեր մյուս արժեքներն է ուրացրել։ Ուրացողների դաշինքին մենք հակադրում ենք ազգային քաղաքականը։ Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում պատերազմ, պարտություն, ավերջ, մահերջ և թնուզումներ է բերել։ Նա կրկնում է բոլոր այն ձախողակ, դավաճան և հակազգային գործիչների ճանապարհը, որոնք իրենց երկրներին հնուզումներ են բերել։ Ուկրաինայում Զելենսկին, Վրաստանում Սաակաշվիլին,
ժամանակին նաև Ադրբեջանում Էլչիբեյը արեցին ու անում են այն, ինչ արել է և պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, վաղաշապատցիները պետք է իմանան, որ վաղաշապատը նոյեմբերի 16-ին դառնալու է Հայաստանի Հանրապետության ողջ հայության քաղաքական մայրաքաղաքը, որովհետև այս ընտրությունները կարևոր ճակատագրական նշանակություն են ունենալու։ Վաղաշապատցիներն ունեն ընտրական իրավունք և փաստորեն քվեարկելու են նաև երևանցիների համար, գյումրեցիների համար, վանաձորցիների համար, մեր մյուս քաղաքների ու մարզերի համար ու նրանց փոխարեն։ Վաղաշապատցու պատասխանատվությունը ըստ այդմ շատ մեծ է։ Դուք կատարելու եք ոչ միայն համայնքի կառավարման, այլև արժեքային ընտրություն։ Մենք պետք է միասնաբար պաշտպանենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մենք պետք է պաշտպանենք մեր սրբազաններին։ Երեք գիտեք, Միքայել Սրբազանը կոչ էր եղել վաղաշապատցիներին և ասել էր, որ անպայման մասնակցեն և իրենց քվեն տան։ Մենք բոլորս նաև մեր քրիստոնեական պարտքը ունենք տալու բանտերում տանջվող մեր հայրենակիցներին և եկեք հիմա միասնաբար ծափահարենք բանտերում Հայաստանի համար տարածողներին, մեր սրբազաններին, մեր քաղաքակրթարներին։ Մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու ենք Փաշազադեի հրահանգով մեր եկեղեցու դեմ հարձակված Նիկոլ Փաշինյանից։ Մենք պաշտպանելու ենք կոռուպցիայի ու թալանի զոհ դարձած մեր վաղաշապատը քաղաքացիական պայմանագրից ու հանրապետությունից։ Հանրապետությունը ճակերտների մեջ, դրանք այդքան չկան։ Մենք պաշտպանելու ենք մեր երեխաների ապագան, որպեսզի նոր պատերազմ չլինի, նոր ավերածություններ չլինեն, նոր պարտություններ չլինեն։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Դրա թիվ մեկ պատասխանատու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու իր գլխավորած խմբակը։ Այսօր Ալիևը հոխորտում է, որովհետև մենք կորցրել ենք Արցախը։ Ոմանք չգիտակցեցին Արցախի գինը, Արցախի նշանակությունը։ Ու այսօր մենք կանգնած ենք արդեն Հայաստանի Հանրապետության լինել չլինելու հարցի առաջ։ Ու որպեսզի Ալիևի ախորժակը չբացվի, Սևանին այլ անվանում չտա, Երևանում այլ անվանում չտա, Վաղաշապատին այլ անվանում չտա, մենք պետք է մեր ձեռքը վերցնենք, մեր երկիրը կառավարելու, մեր երկիրը զարգացնելու, մեր երկրի համար իրական խաղաղություն ու անվտանգություն ապահովելու պատասխանատվությունը և մերժենք օրվա իշխանությանը բոլոր հարթակներում։ Կիրակի օրը յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ եթե ինքը չի գնում ընտրատեղամաս, ուրեմն թիկունքից հարվածում է խրամատում կանգնած զինվորին։ Յուրաքանչյուր վաղաշապատցի պետք է իմանա, որ եթե ինքը ձայնը տալիս է քաղաքացիական պայմանագրի կամ նրա կցորդներին, ուրեմն թիկունքից հարվածում է մեր զինվորին, Երևանին, Էջմիածնին և մեր պետությանը։ Յուրաքանչյուր վաղաշապատցի պետք է իմանա, որ ձայնը տալով ազգային ուժերին և մասնավորապես Մայր Հայաստանին ինքը ձեռքն է վերցնում
քաղաքը, համայնքը, երկիրը կառավարելու պատասխանատվությունը։ Վեր Հայաստան! Վեր Հայաստան! Ամաչոս! Վեր Հայաստան! Ամաչոս! Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի փոփոխությունների մասնակից դառնան ամբողջ Վաղարշապատի բնակչությունը, գյուղական թե քաղաքային համայնքը ներկայացնող։ Մենք ձեզ կոչ ենք անում ձեր ձեռքը վերցնել ճակատագիր կառուցելու իրավունքն ու պատասխանատվությունը եւ համոզված ենք, որ այդ դեպքում բոլորս կունենանք երջանիկ, անվտանգ ու խաղաղ ապագա։ Մայր Հայաստան! Ամաչոս! Համար 4 Մայր Հայաստան! միացի! Որ փոխենք! Միացի! Որ փոխենք! Միացի! Որ փոխենք! Շաբաթ սուրի մեջ միացի իմ Հայաստան Շաբաթ ոստան ես դու մեր դպրության դապսի կոչնակ որ պայքարի ողջայության Ամաչոս! Շաբաթ սուրի մեջ միացի